քանի տարի է իվեր գովիզմը գտեսնենք երդասարտներ, թե մշակութային կետնի վրա, թե լեզվական կետնի վրա, այո, միլիոններով չեն, բայց մի քանի հարյուր սկսած է հասնել, որ այդ երդասարտները բիտլանք ու արևմտահայախոս գովիզը դսպիրկի մեջ։ Ոչ բարեպախտաբար գսեմ, ոչ թշպախտաբար գսեմ, բայց սպիրկի իրականությունը անի, որ հայերենը, արևմտահայերենը մայրենի չէ, արևմտահայերենը heritage language գսեն անգլերեն։ Իրենց երկրորդ լեզուն ժառանգության լեզուն է, բայց ասել չէ, որ անգլերենի կամ ֆրանսերենի չափ լավ չես կնար սորվիլ եւ այդ լեզվով ստեղծել։ Երբ որ գուքա այդ գառույցը աշխատանք մտանելու, գտեսնես, որ դարձյալ խնամի ցանոթ բարեկամ եւ դարձյալ աշխատանքի թերացում, դարձյալ դաբալում եւ ամենակարևորը ոչ մեկ հաշվետվություն։ Ինչպես սպիրկյան գառույցները պիտի վերանորոգվին, եթե վերանորոգվելու հույս մգա։ Սպիրկը նաեւ պետք է լա անվայրը, որ ինքն իր մասին մտածի եւ ժամանակին կմտածի։ 88-ին սպիրկյան այդ կարողությունը ինքն իր մասին մտածելու, ինքն իր մասին մտահոգվելու, արինք Երևան բերինք եւ Երևան ցկեցինք եւ մենք հանկիս խջով եւ սպիրկ վերադարձանք, որ լավ այլևս ամեն ինչին գետրոնի Երևանն է։ Այս միասնության գոչերն ալ գարձես միայն խոսքի սահմաններում մեջ է, ծեր մասին չէ, սպիրկի մեջ։ Նա ասակո ես միասնության չեմ հավատալ, բարապ անիմաս խոսք է։ Ամեն մարդ իր աշխատանք վտանգավոր բանսիկ։ Այո, գիտեմ, բայց իսկապես անիմաս խոսք է։ Ինչս էլ է միասնություն։ Այսինքն ես իմ դեսալականս քո դեսալականիդ պիտի ենթարկեմ, կամ դու քո դեսալականդ իմ դեսալականս պիտի ենթարկես։ Չէ։ Մեկը միսին պիտի ուդե։ Հա, ոչ դու նատ բիտնես, ոչ ես աս բիտնեմ։ Ուրեմն ես աս կորձուգուսեմ, նա դու նաս կուզեսն է, ուր գնանք կորձակցիլ։ Եկեք անգերց խոսենք։ Բարև ձեզ, եկեք անգերց խոսենք այսօր Ռազմիկ Պանոսյանի հետ է։ Ռազմիկի հետ խոսեցանք հայկական ինքնության խնդիրներու մասին, մերձավոր արևելքի հայության եւ այդ հայության դակնաբի մասին, Գալուս Գյուլբենկյան հիմնարկության առաքելության մասին, նաեւ արևմտահայերենի մասին։ Հիշեցնեմ, որ այս բոլորը անշուշտ Հայաստան սպիրկ միասին աշխատելու գամքին շունչով գեղեցիկ այսպես զրույցը ստացվեցավ, հետևեցեք մեր թողարկումին, կացինք։ Եկեք անգերց խոսենք։ Բարի եկած ես, Ռազմիկ, եկած ես անգերց խոսելու, գիտեմ, որ հաջող Հայաստան գայցել ես, բայց այս դարվա քույները, երանքները գարձես ուրիշ են եւ քիչ ավելի գեղեցիկ են եւ զարդարուն են։ Ինչ կպատմես մեր ագընտիրներուն, ինչ է արիթը Հայաստան այս այցելության։ Բայց ակո շատ ուրախ եմ վերջապես կվցա խոսքալ։ Ես Հայաստան Դավին անգամ ընդհանրապես գուկամ, անցյալ Դավիթ չեմիշը ոմեկ ամիսներ, գուկամ ընդհանրապես ձվակիվներու հետևելու, կորձընկերներու հետ խոսելու, տեսնելու ինչպես կլա։ Բայց այս անգամ նաև հանրային ցերնակներ պիտի ընենք կամ նյումագին հետ պիտի ընենք, որովհետև այս անգամ 5 քիվ կա, որ պիտի հանրության ներկայացնենք։ Մեր կորձընկերը այս 5 քիվքերուն նյումագ հրադարակչությունն է, մենք նաև ուրիշ հրադարակիչներու հետ աշխատենք եւ թարգմանական մեր քիվքերն են։ Ուրեմն ունենք մեկ մեր թարգմանական շարքը, որ ավելի փիլիսոփայական, ընկերապանական քիվքեր են, եւ այդպես այդ նաև գովանավորենք ուրիշ քիվքեր, որ Հայաստանի մեջ իսկապես պետք են։ Այդ նյութերը պետք են եւ այս բարակային պիտի ներկայացնենք 3 քիվք հոգեբանական նյութերու շուրջ, որովհետեւ շատ կարեւոր է բարդութենեն յետ այդ վերքը, այդ ճգնաժամային վիճակը հասկանալու, թե անձնական, թե ընտանեկան կետնի վրա, ուրեմն մեկ օր այդ 3 հոգեբանական քիվքերուն վրան է, երկու այլ քիվք պիտի ներկայացնենք, որոնց առաջինը մեր թարգմանության շարքին կարևորագույն քիվքերն մեկն է, այդ առաջին 10 քիվքերն Էդվարդ Սայիդի օրիենտալիզմը, արևելապանություն քիվքը, որ վերջապես թարգմանվեցավ հայերենի, ասբարակային արևմտահայերեն է, մյուս քիվքերը թարգմանվեց արևելահայերեն են, so այդ քիվքը պիտի ներկայացնենք եւ նաեւ երկրորդ քիվքը, որ թարգմանություն չէ, ասբարակային հետազոտական աշխատանք մնե եւ բավական լայնածավալ Ղարաբաղի պատերազմին մասին, որ ունի այլազան հեղինակներ, խմբագրված քիվքն է եւ խմբակիրը Վիկեն Չեթերյանն է։ Գարձեմ Գոդրված Վահանը։ Գոդրված Վահան է անունը, այո։ Ուրեմն այս
նույնին շուտ երկու քիրք մենք հետազոտությունը հովանավորեցինք մեր սենքարապար նեվաստեսագի հետազոտություն մնելը առաջինը 6 շաբաթ առաջ մոտավորապես լույս տեսավ 44 բարդություն որ ավելի կարճ քիրք մներ նորեն խմբային աշխատանք մներ բայց այս մեկը փուն մեծ քիդական աշխատությունն է անիմաստով որ դարբեր մասնակիցներ կրած են եւ գնամ ուրախ եմ ասելու որ առաջին անգամ լալով նախ հայերենը լույս պիտի տեսնի իսկ անգլերենը մոտավորապես 6 ամիս երկու լույս պիտի տեսնի Լոնդոնի մեջ IB Torres-ը բիլի հեվադարագե հոկտեմբեր նոյեմբերին հավանաբար նոյեմբերին ասոնք երևելի մասերն են ձեր այցելության ադոր գողքը գշարունակվին արդյոք Հայաստանի հետ որոշակի ծրագրեր թե ինչ ոլորտներում մեջ գլխավորապես գարձեմ թարգմանական այո մեր Հայաստանի ծրագրերու ասենք թելը որ ծրագրերուն կրեթե բոլորը իրար գգաբե քնական մտածողություն եւ հետազոտությունն է շատ ավելի հիմա շեշտը թրածենք թե ինչպես կնանք ամբրամբնել զարգացնել քնական մտածողությունը critical thinking-ը սվածբանը Հայաստանի մեջ ադոր մեկ մասը թարգմանություններն են ադոր մեկ մասը հետազոտական աշխատանքներ օժանդակեր կամ հոդազարգական աշխատանքներ քաչալերել քիրկերու ցերնակներ քիրկերու մասի խոսքի խաղապարներու մասին խոսվի այ շինիչ բանավեճներ դերի ունենան եւ ոչ թե միան ասենք հայյանքներով լեցված ատեսագի հասարակ շագերդիալ վերլուծություններ, որ վերլուծություն չեն։ So ադով վրա շեշտ ավելի թվացենք։ Վերջը Արցախի Ղարաբաղի ժառանգության մասին, թե ֆիզիկալ ժառանգության մասին ծրագրեր գովանավորենք եւ թե ալ բանավոր կամ գենցաղային ոչ շոշափելի ժառանգության մասին մեծ ծրագիր ունենք։ Նաեւ մենք ծրագիր ունենք թվայնացման, որ մխիթարյան միապանության հանդեսները քրագանությունը որ իրենց կովը հանդեսներու մեջ կա ժուրնալներու հանդեսներու մեջ կա անոնք թվայնացվին եւ հոս մաչելի գլան ակադեմիայի քրատարանի միջոցով Տիգրան Զաքարյանին հետ գործակցինք եւ ակադեմիայի թանգարանին հետ այս տեսակի ծրագրերու վրա է շեշտը եւ նաեւ պետք է ավելցնեմ սակով որ արեմդահայերենի վրա որ մեր գործունեության գորիզն է գավեվոր ծրագրերում մեկ մաս հոսքե գլա որովհետեւ հոսի մա շատ ուժը սկրեյդլ դարձավ խաչմերուկ է չէ խաչմերուկ մի եղավ արեմդահայախոսներ կան այսօր արդյունակ տեխնոլինգվիստիկսի խմբագին հետ կխոսեի որ թիարևելային եւ թիարևմդահայերեն օդիո եւ էլեկտրոնային քիրքեր գհրադարագեն մեր կորձընկերներն են իրենց հետ ծրագիր ունենք որ թե սպյուրքյանեն եւ թե այսինքն կատեգորիկ չէ ձեր մոդեցումը եւ սպյուրք եւ Հայաստան գայելի այո մեր ծրագրերուն պետք է ասեմ 2/3-ը ավելի սպյուրքի վրա է մենք սպյուրքագետրոն ենք մեր աշխատանքը սպյուրքագետրոն է գհավադանքը սպյուրքին լեզվին արեմդահայերենին որ սպյուրքյան լեզուն է սպյուրքի լեզուն է այս ամեն աշխատանքը գտանինք բայց նաեւ Հայաստանը գվնակնից Հայաստանին չենք դարձուցած ոչ ալ լքած ենք Հայաստանը հոսած ձևակիրներ գնենք որովհետև հոսալ գավեվոր ասենք թերմը գնանք խաղալ եկեք անգերց խոսենք ճշմարտություն է սիրելի Ռազմիկ ձեր աշխատանքին փերումով նաև այս 10 տարվան ընթացքին բոլորին հայացքները փոխվեցան Գյուլբենգյան հիմնարկության վերաբերյալ եւ ծեր բռնած դրոշը որ գոչվի արևմտահայերեն այդ օրերուն որ դուք ստանցնեցիք բոլորին լեզվին վրա էր թե գմահանա եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գողբա եւ հայ ժողովուրդը գուլա այդ մեծ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի գողբա ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնշե սցենարի մեջ է բոլորս կսպասեինք դխուր մահվան միջայլոց սակայն այդ բոլորի գողքին սպյուրքի դարբեր հայակաղուտներում մեջ նոր գրողներ գծնեին եւ կգրեին այսին ամեն մարդ իր գործը գներ այսօր 10 տարի անցած է ինչպես կգնահատես այս բոլորը մանավանդ որ թյուրին չէ աշխատիլ սպյուրքյան գարույցներու հետ
արիտոմը ցեզի բադմած են թե ռազմիկ գարիկ չգա հոգնելու դեղմը գերտաս նյութական գդրամատրես մյուս փեմը գանցնիս նյութական գդրամատրես գստորակրես համացայնակրերը նեցուգը ցույց կուդաս եւ աբակայինալ մեդալը շուտով գզարտարե գուցկը տունալ սածես ինձ համար արդյունքն է կարևորը ոչ մեդալները այս Abrumă ինչքան հեշտ էր եւ այսօր ուր է մեր լեզուն հեշտ չէ անիմաստով որ այո մենք դժվար ճանապարհ զադեցինք բայց ավելի արդյունավետ ճանապարհ զադեցինք արևմտահայերենի բարակային խաղապարը ուղի եկավ երբ ես այս կորձը ստացեցի 12 տարի առաջ այս կորձը ստացնեցի ուզեցի գիտնալ թե ինչի վրա շեշտը պետք է տնենք այսինքն գիտեի որ սպիկագետրոն պիտի լանգավելի բայց ինչի վրա շեշտը տնենք եւ այլազան մտավորականներու հետ խոսեցա բարձմաթոց հետ խոսեցա վեհապարեն մինչեւ ղեկավար մինչեւ Բուչամուդի եւ Մոնտրեալի եւ Լոս Անջելեսի ջամփաները եւ քվեթի ամեն մարտեսավ արևմտահայերեն կարևորությունը ճգնաժամային վիճակը ես ալ միշտ անյենթատության մեջ էի որ լավ միջին արևելքի մեջ գալեսուն եւ երբ միջին արևելք այցելեցի անդադացա որ հոնալ ճգնաժամային վիճակը եւ վերադարձա Լիզբոն մեր ղեկավարության հիմնագության ղեկավարության իթեպս է որ հիմնագության ղեկավարությունը օդար է հայ չէ մեկ ժամանակին ունեինք հայ հոգապարծու մարմնի անդամ որ վերջերս Հանկստյան գոչվեցավ so Գյուլբենգյանը հայկական գազագերբությունն չէ Գյուլբենգյանը պորտուգալական գազագերբությունն է միջազգային գործունեությամբ ուրեմն ես օդարներում պետք է բացատրեի թե ինչու ասի կարևոր է եւ երբ դու օդարներում բամը պիտի բացատրես չես գնացել կարևոր է որովհետեւ կարևոր է որովհետեւ ես Բնաստապար կհասկանամ որ կարևոր է որ հայկական գազագերբությունը շատ անգամ այդպես կաշխատի պետք է դրամապանական հիմքերով վրա դվյալներով բացատրեմ իրենք ալինցի դրամապանական հիմքերով վրա դվյալներով կհարցնեն թե լավ ինչ աստեցություն պիտի ունենաս պիտի հաջողիս եթե պիտի չի հաջողիս ինչու ասի գնես ուրեմն ես իրենց պետք է ասեի թե այ փենքիմ տանենք հայդոգոս չեմ գնա եւ աշխատավորել որ պիտի հաջողի բայց գավելիությունները կբացվանան եւ մեր հոգապացու մարմինսավ լավ սոբիետ եւ այդպես սկսանք ուրեմն երբ լեզումը պիտի բահբանել չէ ավելի զարգացնելու մասին կխոսենք ինչի վրա շեշտի պիտինես երդասարտության վրա դպրոցներու վրա ուսուցիչներու վրա իթեպոս բզդիկ փագագից մփանամ ամենը դժվար գավիչները մեկը փոխելը դպրոցն է որովհետեւ վարժված են որոշ ծևերով վրա եւ երբ կսես ներողություն չաշխատի գոդարբեր ծևնեք միշտ Գամ թուղթ մգուզես որ ինչ կնեք հանգարց գտնա բայց ինչ է վետ ուսուցիչներսի բզիկներուն են դուրակի ձևակին է բիտնես հրադարագություններ թվայնացում տեխնոլոգի այսինքն արվեստագիտական լուծումներ ուղակվիչ սրբակվիչները որ օրինակ նայվին վրա գա ասեսագի ձևակիներ եւ մենք ուրեմն բادرաստեցինք ձևակիներու շարքը մեկ մասը փոքր մեկ մասը մեծ որ ամեն բաներուն վրա աշխատին եւ դեսանք որ ժամանակի ընթացքին այդ երդասած սերունդի մեջ ոչ ամենուն այդ միամիտ չլանք որոշ խավի մեծ զավավ մգար եւ սկսան տեսնել որ այս լեզուն հետաքական է քերեցիկ է այո գնանք սովիլ եւ ինչ բարեր կան որ գնանք օգտագործել բազավես չենք սովված մենք ունենք մեկ թվապանություն բացակույն թվապանության տասակիր ունենք կամ դպրոցական թվապանության տասակիր 30-ական թվականներն բոլիս լույս տեսած ամենը հայկական բարաբաշարով ունենք հիմա ինչու չունենք ինչու չենք կրնա ունենալ եւ այսպես մտածես որ լուծում ունի այս հարցը խոսել են բովեդախոսություն են զատ կոչի գլծվիս եւ բնավորության հարց մնալգահոն սակով որ Եվ կոչի գլսվից գսես ես ասիկա պիտի իրականացնեմ եւ քանի դավի է իվեր այդ գովիզմը գտեսնենք երդասարտներ թե մշակույթային կետնի վրա թե լեզվական կետնի վրա այո միլիոններով չեն բայց մի քանի հարյուր սկսած է հասնել որ այդ երդասարտները բիտնանք ու արեմրայխոս գովիզը դսպիրքի մեջ եւ ադի դժվար է որովհետեւ բարունակիմը մեջ կաշխատենք որ
չենք գիտեր, այսինքն ժամանակին արևմտահայերենը մենք մեր քաղաքին լեզուն էինք, եւ որ գետոացված նույն աշխարհական թաղամասերում մեջ գաբրեինք, հիմա այդպես չենք, գետոացված չենք, համաշխարհային որը մեկ հողի վրա չենք, ինչպես այդ պայմաններում մեջ դու գորիզմը գստեղծես, որ լեզուն գբահե, եւ Արգենտինան, Մոնտրեալ, Փարիզ, Հունաստան, Լիբանան գտեսնենք, որ այդ շարժումը գա, որոշ դպրոցներ նոր մեթոդապանություններ գիրարեն գիվագանացնեն նոր ծևերով դասավանդեն մանկավարժություն այդ բառը կփնտրեի նոր մանկավարժական սկզբունքներով վրա արտիական գնեն եւ այդ փոխանցումը հայերենը սորվեցնելը որպես մայրենի լեզու թեպի հայերենը սորվեցնել որպես երկրորդ լեզու ոչ երկրորդ լեզու մանկավարժական բոլորովին դարբեր մոդեցումներ են եւ ադե որ շատ մտածողներ դժվարություն միջին արևելքի մեջ դժվարություն ունենան որ հասկանալու որ սպիրկի մեջ ոչ բարեպախտաբար գսեմ, ոչ դժբախտաբար գսեմ, բայց սպիրկի իրականությունը անի որ հայերենը, արևմտահայերենը մայրենի չէ։ Արևմտահայերենը heritage language գսեն անգլերեն։ Իրենց երկրորդ լեզուն ժառանգության լեզուն է։ Բայց ասել չէ որ անգլերենի կամ ֆրանսերենի չափ լավ չես կնար սորվիլ եւ այդ լեզով ստեղծել։ Եվ հիմա ունենք երդասած սերունդը որ սպիրկի մեջ ծնած մեծած են որ արևմտահայերենով թերք կխմբակվեն վեբ կհրադարագեն բանաստեղծություն կգվեն էգրնան գնել ուրեմն so ինչու չեն գնես so as մեր մոդեցումը այս եղած է եւ արդյունքներ կտեսնենք եւ ես ինչպես էսի քիչ առաջ այդ արդյունքները մեր հոգապարծումանի ցույց պետք է դամ ինվրասալ ջոնշումգա ասի check and balance կա հա ինվրասալ ջոնշումգա որ այո արդյունք ունենա կորած միլիոնները որ գզասխեք որ բարաբդեղ չէ տագոր ադե եւ այո աթեփ Պակինի մեջ դված հարցազրույց մեջ պատմեցի ապտեմքը որ հազա գես կադակ գես լուչեսավ ինչ աստեցություն ինչ իմպակտ ինչ պիտի ինես ad ոջով այո ասածին չէ հավադարգոր բայց այսպես սա ես ալսի չէ ես արդյունք ուզեմ անգերց խոսենք հետաքրական է նաև քու մոդեցումը Սպիրկ Հայաստան մեծ դասավորումի մեջ այս թեզը ռազմիկ Երևան ելավ հատկապես պատերազմեն յետ այն իմաստով որ այդ փեգումը որ աբրեցանք հայ ժողովուրդը ամբողջությամբ դերմը քարերը յետ շարժեց եւ Սպիրկի մեջ նոր ոգիմը դուրս եկավ ըստ որուն Սպիրկը պետք է աբրի հագարակ ամեն ինչին, այսինքն սպիրկի այսպես հաստատությունները պետք չէ կոծենք եւ կանք Հայաստան եւ ամեն ինչ լքենք, որուն գլխավոր չադակովը իմ հոգեվոր հայրս է, վայոշականն է, որ սպիրկը անպայման պետք է կոյանա եւ այնտեղ նաեւ մշակութային ազգ կոնցեպտի մասին խոսակցություն կա, այս բոլորը քեզի համար դժվար է ընկալելը կամ դժվար է ներկայացնելը մանավանդ սպիրկի ղեկավարության բարակային, որովհետեւ անոնք ամեն ինչ հասկանալի բաժարներով դերմը հարկելի հաջախ ոչ գուզեն գարձեք սպիրկի մինչև բادرազմը գուզեին կարծես ամեն ինչ կոծել խանութները կոծել գրատարանները կոծել եկեղեցիները կոծել եւ կալ Հայաստան Երևանի Թումանյան փողոցի վրա կամ ուրվորեն ապրիլ եւ կոյանալ ադիգա բաներ խոսույթներ դիսկուրսներ իրականության մեջ այդպես չեղավ բայց խաղապարախոսական խոսույթը ադիգա այդպես էր Իմ այհոս երկու դարբեր նյութ կա մեկը այս ընդհանուր մոդեցումը մեկը բادرազմին թերը բարդության թերը ասոր մեջ այո վահեոշականը ինչ ասած է սպիրկի անկախացումը եւ շատ լավ գհիշեմ այդ իր թեզը որ սպիրկ Հայաստան առաջին ժողովին ներկայացուց վահեոշականը բայց Իմ բարակայիս այդ նույն խաղապարը գուկա իմ դոկտորականի հետազոտություններս ես 2015
հինգին ատեն հոտված մհրադարագած էի սելու ոչ քիրովնանք հայվենիկով բեդագություն հայվենիկ չսի չէ ադի շատ սխալ է չի քիրովնանք բեդագանանությամբ բեդություն սպիրկն է որ մեր ինքնության արդի մեր ինքնությունը սպիրկի մեջ սպիրկյան գետրոններու մեջ հիմնված է ադի չի մորնակ մեր զարթոնքը սպիրկի մեջ դերի ունեցած է զարթոնքի աղբյուրները, մտավորական գետրոնները գսեմ ոչ շուշորուտ ոչ պատմական Հայաստանի մեջ էր ադիգա ճուրանակ որ 20-ական թվականներուն մենք սպիրկյան ինքնությունը ստեղծեցինք սպիրկի մեջ as ամենը գուկա իմ ասենք ուսումնասիրությունից եւ քիրքիս ամբողջ թեզանի գայ որ մեր ազգային ինքնությունը բազմա գետրոն է եւ շատ բարձ ծավով եթե ասեմ Հայաստանի հետ շատ կոչ չէ ունեցած անիմաստով որ մտավորական գետրոնը Հայաստանի մեջ եղած է Բոլիս, Թիֆլիս, Վենեդիկ, Վիեննա եւ այլն հիմա շատ է բիտ քննադատեն ասիգա բիդի համացան չլամ բայց պատմական դվյալներ ունենք եւ անշուշտ Վան Վասպուրական խվիմյան հայվիկնա չմորնանք եւ ռաձ աշխատանքը բայց ուրեմն այդ գիտակցությունը ես Գյուլբենգյան բերի եւ այդ մեր սպիրկագետրոնը մոդեցումը 2013-ին եւ 2014-ին մեր հինգամյա ռազմավարության մեջ շատ հստակ է որ մենք սպիրկի վրա շեշտի տնենք որովհետեւ չենք հավատա որ սպիրկը պետք է կուրս ածոտ եթե օգտագործեն փագենք եւ ամեն ինչ դեպի Հայաստան դանենք գահավանանք Հայաստանին հայրենիքն է կարևոր է պետք է ամրապնդենք եւ միշտ դրացենք որպես հիմնարկություն բայց սպիրկը նաեւ պետք է լա անվայրը որ ինքն իր մասին մտածի եւ ժամանակին կմտածեր 88-ին սպիրկյան այդ գավողությունը ինքն իր մասին մտածելու ինքն իր մասին մտահոգվելու արինք Երևան բերինք եւ Երևան հոս ցկեցինք եւ մենք հանկիս խջով եւ սպիրկ վերադարձանք որ լավ այլևս ամեն ինչին գետրոնի Երևանն է Տասական գուսակցությունները, տասական գազագերբությունը ասամենը ըրին։ Մեկ մասը դպրոցներ փակեցին, հոսպիտի գետրոն բանան, մյուս մասը ավելի նվազ ուշադրություն դարձուցին սպիրկի երդասարտության Հայաստան, եւ 30 տարի է գործենք եւ 30 տարի է մասնավոր չի ստացվի։ Հա։ Եվ չենք սորվի, որ թերևս այս մոդեցումը սխալ է։ Այսօր վրա բادرազմը եկավ։ Մինչև բادرազմը եթե Հայաստանը ամեն ինչ խոսույթը գա որ ամեն ինչ Հայաստանի վրա պետք է լավ որ մենք հզոր բահենք Հայաստանը 2020-ին ադիգա չեզոքացավ բարդվեցանք վատսևով բարդվեցանք սպիրկը ոչինչ կրծավնել Հայաստանի հայրենիքի բանակը բայկարեցավ հերոսապար բայկարեցավ բայց բարդվեցավ որովհետև չհասկացանք թե ինչ պիտի կա մեր գլխուն չվերլուծեցինք մեր 94-ի 95-ի հաղթանակը չվերլուծեցինք եւ բադմությունը եւ գավե Ղարաբաղի քիրքի մեջ Արցախի քիրքի մեջ քիչ ավելի կբացատրվի աս նյութերը բայց բարդվեցանք ասիգա սպիրկին ապտակ մի եղավ եւ սպիրկը սկսավ տասական սպիրկի մասին խոսիմ չէ պետք է հստակ գնենք ինչ սպիրկի մասին խոսիմ ավեմուտքի տասական սպիրկի մասին խոսիմ ավեմուտքի տասական սպիրկը անդադարձավ որ լավ ամեն քրավը չեն կրդար Երևանի վրա տնել մենք 30 տարի մեզի քիչ մլկեցինք պետք է թեպի ներս դառնանք եւ ես անմարտ չեմ որ ասեմ հա ասիցեզի բայց օքեյ դասը դավի ադիգա գնենք եւ վեհավարը սպիրկի դավի հրճագեց բան արան վեհավարը երկու անգամով սիմվոլիկ ասենք վայգանը աներվ որ սա լավ հայացքը դեպի սպիրկ տողլա իմ պատասխանս աներ որ մեկ դասը դավի է արդեն մենք հոնենք հա դեպի սպիրկ բայց ասուշ ես վեհապարին չպատասխանեցի վեհապարը եւ ուրախացավ որ վեհապարը դեպի սպիրկ կարկախոսը բերավ որովհետեւ ամեն մարդ սկսավ բանել որ օքեյ եթե արան վեհապարը ասի սա պետք է մտածենք այս մասին
Եվ ես անցապես ուրախ չեմ, որ Հայաստանը լքենք, բայց չլքենք, Հայաստանը մեր ուշադրության գետրոններն մեկը պետք է լա, որպես հայրենիք, բայց նաև հոստեվա գավառությունն իր խոսույթը դիսկուրսը փոխեց, so սպիրկնալ ատկել քիչ մտվզած է, որոշ խավեր, մեկ մասը, բայց նաև անշուշտ սպիրկի մեջ կա մեկ հիմա թիվով մեծամասնությունը, որ հայաստանցի նոր սպիրկն են, անոնք բոլորին դարբեր իրականություն մնեն. It's another story. Yeah, ուրիշ պատմություն մնե, ուրիշ իրականություն մնե, ուրիշ վերլուծություն մնե, Ռուսաստանի սպիրկը անշուշտ կա, մենք կխոսենք ավերելքի, ասենք, անսպիրկը ոչես գտիդի, անսպիրկի մասին. Նաև կարևոր հարցում մգծակի մենք գիտենք որ դուք արտիական բոլոր զենքերը գուզեք օգտագործել նաև այդ արտիական զենքերը թերևս գիրարելի չեն ազգային մեր ավանդական գառույցներուն մեջ այդ գառույցները իրենք դժգոհ են բայց չեն ուզեր փոփոխություններու երթալ գվախնան այդ փոփոխություններեն հավանաբար գվախնան նաև համընդանուր բլուզում է Քու գարձիկովդ այս վիճակը որուն օրինակ օրեր առաջ մեր լավ բարեկամ Հրաչ Չիլինգիրյանը գիշադագեր նաև ղեկավարության բագասի խնդիրը այս բոլոր քիզերուն արընթեր Գյուլբենգյան հաստատությունը ընելիքը ունի այսպես գողմերը սուր անգյունները քիչ մխարդելու որովհետև ինչքան ալ մենք ասենք սպիրկի դարի սակայն կորձունե երբ որ գուքա այդ գառույցը աշխատանք մտանելու գտեսնես որ դարձյալ խնամի ցանոթ բարեկամ եւ դարձյալ աշխատանքի թերացում դարձյալ դաբալում եւ ամենակարևորը ոչ մեկ հաշվետվություն so ինչպես սպիրկյան գառույցները պիտի վերանորոգվին եթե վերանորոգվելու հույս մգա, որովհետև ծեր աշխատանքը որպես կղզի մնե այդ ամբողջը սպիրկի մեջ, ամբողջը չէ դժբախտաբար։ Դու ինչպես կտի դարգես եւ որպես քաղաքագետ մասնակցությամբ եւ որպես հանրային գործիչ, որովհետև բոլոր գողմերը գճանչնաս քիչմը Բոլիսը, Երուսաղեմը, Բեյրութը, Բուրջամուդը, Լոս Անջելեսը, այս բոլորի մեջ ինչ կմտածես։ Գազամագերչական կետնի վրա գղզի մնենք, կորձունեության կետնի վրա գղզիմը չեն կրնալալ, պետք է նվազակույնը թերա գղզիմը լանք, բայց պետք է ծամակամասիմը վրա լանք, որուն անունը սպիրկ է, so մեր կորձունեությունը գղզիացած չի կրնալալ, մեր կորձությունը ամեն ինչ գաբերու վրա հիմնված է, եւ այդ գաբերը սպիրկի ամեն խավերուն հետն են, այսինքն մենք քաղաքական գազམ་ագերբությունը չենք, քաղաքական քույմը չունենք եւ քաղաքականությամբ չենք զբաղվի, ուրեմն մենք գործակցենք ան բոլոր գառույցներուն հետ, որ նույնանման դեսելական ունին, Թասական գազམ་ագերբություններ, գուսակցություններ կամ նոր, կամ անհատներ, շատ անգամ անհատներու հետ գործակցենք եւ հոն գտեսնենք, որ այո, որոշ խավ մգա եւ դասարտությամբ, որ ոչինչ կուզե գաբունենալ թասականներուն հետ հերու մնալ եւ մասնավոր հերու գմնան եւ գուզեն փամնել այսինքն չագել փամնել եւ գուզեն աշխատել եւ adոնց հետ մենք կգործակցենք օրինակի համար RTVS-ի ձևակիրը որ ունենք սպիրկի արեմդահայերեն սպիրկի չեմ արեմդահայերեն մշակույթ կաչալերելու ընդհանրապես անհատներ են կամ բզիկ խմբակներ են եւ ամեն ուրեք ամեն դեր են միջին արևելք ամերիկա եվրոպա եւ դասատներ են ընդհանրապես իրենց հետ գործակցենք վերջը ունենք օրինակ երթիգը խումբ երդասարտներ են, մեկ մասը ֆրանսա ծնած, մեկ մասը միջին արևել ծնած, որ մանուկներու հadouk շատ գեղեցիկ ձևակիրներ գնեն, թաստիվակչական ձևակիրներ, որ երբեք թաստիվակչական ըլլալու հոդը չունին։ Բայց ամբողջ սերունդ մանուկներու այդ երկերով, այդ խաղերով, այդ ձևակրով բանգել, yertik.com անունով զամանազան ճամփարը գա եւ այլն։ Ուրեմն աշխատանքի ցևը ադիգա է։ Հիմա գազམ་ագերբություններու բարակային ես չեմ գնա ուրիշ գազམ་ագերբություններ անունով պատասխանել, ամեն միակ բանը որ գնա մնել, ասել, ամեն մեկ գազམ་ագերբություն ղեկավար հայելի մեջ պետք է նայի եւ այդ հայելի մեջ նայելեն իդ կսե թե ես ինչ կնամ մնել բավելավելու որբեսի համայնքին ավելի հասնեմ։
ուրիշ բան ես չեմ գնալ։ Որը դեսլագանիտ մեջ գրնալ, որ Գյուլբենգյան հիմնարկությունը դառնա գուսակցություն։ Ոչ, անշուշտ է ոչ։ Մենք երբևէ մտածած ես։ Չէ, չեմ մտածել, չեմ գնալ մտածել, որովհետև Գյուլբենգյան հաստատությունը քաղաքականության հանդեպ allergic բամունի reaction, որ admian հայկականը չամփոչ գազագերբությունը։ Չմոռանանք, որ մենք գազագերբության 4% ենք, մեր բյուջեն 4%։ Միայն 4%։ Այո, այսինքն դարեգան բյուջեն, որ գազագերբության 4%-ը հայկական հիմնարկություն։ Այո, այսինքն մեր ծրագիրները 3.5% են եւ բամնեն, միշտալ մեր վարչական աշխատագազմը վարչական ծախսերն են։ Հիմնարկության բյուջեն, որ գծասխի ամեն տարի ծրագիրներու վրա 100 միլիոն եվրո է։ So ուրեմն հիմնարկության անունը հսկա հիմնարկությունը ստեղծված է 1956-ին Պորտուգալի անժամանակաշրջանին, որ բռնաբեդություն մներ։ Եվ այդ բռնաբեդության ընթացքին այս գազագերբության մեջ շատ հստակ քիչ մգա, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվել։ Եվ ադիգա մինչև այսօր գոյություն ունի եւ հիմնարկության եւ մեր բաժանմունքին բանն է ադիգա ամենազորավոր գեդն է։ Այսինքն մենք քաղաքական նյութերով չենք զբաղվել անիմաստով, չենք հետազոտել կամ քիրք չենք հովանավորել։ Այսինքն Արցախի քիրքը, որ այս երկու քիրքերը որ լույս տեսավ, բավական չանք պետք է տապեի, որ հոգապացու մարմին համոզենք այս քիրքերում, որովհետև իսին քաղաքական է, բայց կուսակցական չէ, գողմնորոշված չէ, ամենը մեծ ներգահարցն է եւ մենք պետք է անդրադառնանք ասո։ Այսինքն մենք այդ տեսակի քաղաքականությամբ չենք զբաղվել, բայց ղեկավարության բանը նաեւ գուկա հրաչը որ հետաքական հոդվածը գրած է Չիլինգերյանը հարցախույսեն գուկա Armenia Diaspora Survey հայկական սպիրկի հարցախույսեն գուկա որ եթե չեմ սխալիր մեծամասնությունը եւ որ հարցված է events որ 13000 հոգի մասին խոսինք այս սպիրկյան դարբեր համայնքների մեջ որ ամենը մեծ ճգնաժամը կամ հարցը ինչ է սպիրկի մեջ կացեմ 54%-ը 52%-ը դվյալներ ունեն սա ղեկավարության հարց ունենք ասել է որ ղեկավարության հարց ունենք Բեչե բավդին խոսինք մենք հիմա որպես հիմնարկություն ինչ կրնանք գնել գնանք դերևս az ուղությամբ ղեկավարներուն կովկովի հավաքել հրավիրել ասել որ նստիկ միասին որպես չեզոք վայր նստիկ միասին խոսենք ասնույթերուն մասին առանց հանրային սենք վեջերու բազաբես նստիկ խոսենք ցուկ Այդ միասնության գոչերնալ գարձես միայն խոսքի սահմաններում մեջ է ծեր մասին չէ սպիրկի մեջ Նա ասակո ես միասնության չեմ հավատալ բարապ անիմաս խոսք է ամեն մարդ իր աշխատանք վտանգավոր բանսիկ այո գիտեմ բայց իսկապես անիմաս խոսք է ինչս է միասնություն այսինքն ես իմ դեսալագանս քո դեսալագանիդ պիտի ենթագեմ կամ դու քո դեսալագանդ իմ դեսալագանս պիտի ենթագես Չէ Մեգա միսին վիդեոդե հա ոչ դու նատ բիտնես ոչ ես ասմիդենեմ ուրեմն ես աս իվանունիմ իվագանությունը ագամ կորձուգուսեմն դու նաս գուզեսնել ուր գնան կորձակցիլ ադի միասնականություն չէ նայա գնամ ես ժամեր ասմասին խոսիլ նույնիսկ կփարգանան սկսած եմ փարգանալ որովհետև չէ ոչ թե նեղանալուն համար փարգանալ աս միասնականություն բառեն որովհետև ամենը վատ բարակային անկոզնեության բան է կոնֆորմիզմը գաս բայց անկոզնեության արդարացումն է ճիշտ է Բիչին եմ պամը մինչև չի միանանք Ուրեմն բիչին բիդի չես գամալ զուլուչյան գամալ մեր բացմությունը չի հասկանալու նա մեր ամենը քերեցիկ հիմնական կարևոր բատմական մոմենտները ինչպես ասկսեն ժամանակները անմիացնականության բարակդումի հետևանքներն են Մխիթարյաններուն ատկան գփոքովապանենք ինչ էին Մխիթարյանները
Ավակելական եկեղեցին վդարված կամ թուշ ելած, վդարված, հալածված խմբակը, որին ամբողջ զարթոնք մերին ստեղծեցին, չէ՞։ Վերջ ավակելական եկեղեցին ստիված հետևեցավ։ Ինչ է մեր գուսակցական շարժումը մորցած ենք, որ հայ հեղափոխականների գուսակցությունը եղավ հայ հեղափոխական, որովհետև այդ հեղափոխականների տաշնակցությունը իրար հետ գրվեցան, իրար ահապեգեցին, վերջ ամենամատ իր ցևով սպիրկի մեջ իր համայնքները ստեղծեց։ Անմիասնականության բարակդումի կակատնագետը, որ ինչ արդյունք տվավ, այսինքն 20-ական, 30-ական թվականներում, 40-ական թվականներում սպիրկը ստեղծեց, սպիրկի ինքնությունը ստեղծեց։ Այսինքն եւ գնամ ամբողջ մեր պատմական բաները այդպես վերլուծել, որ արդի ժամանակաշրջանը ասակո այդ քեղեցիկ բաները, որ հոս սպիրկեն ներդրումները, որ եղան Թումոն, AUA-ը գկովենք գավե որ բաները։ Սամ Սիմոնյանը սպասեց, որ միանանք, որպես ինքը Թումոն հիմնե, չէ, հեսավ ես ասպիդնեմ, հավաքեմ 4 կողմս 4-5 հոգի, որ ինձի բես կմտածի, հիմնեմ, AUA-ը նույնի եղավ, բարեգործականը չսավ բիդի միանանք, որ համասարան հիմնեք, սավ բիդենենք, ով որ մեզ հետ կուզե, թող կա աշխատի։ Այդ մոդելով եթե երթանք, շատ ավելի արդյունավետ գլանք, շատ ավելի գսենք աշխատանքի ծևը ինչ է, ես այս կաղապարը գուզեմ իրականացնել, հետս կհավաքեմ 5 հոգի, 10 հոգի, 50 հոգի կամ 5000 հոգի, որ նույնանման կմտածի, մեր ճանկերը իրար հետ բան գնենք եւ առաջ կերտանք։ Ուրիշ կազմակերպությունը իր գործը թողոն է եւ երբ որ դեսնենք, որ իրենք գործ կնեն, մենք գործ կնենք, որոշ դերեր իրար հետ գնանք գործակցի, կգործակցենք։ So, այսինքն եկեք անգերց խոսենք։ Դուք նաև թուղթի եւ հաշիվներու եւ դվյալներու գազմագերբություն եք, այն իմաստով, որ այդպես չէ, որ ամեն ինչ այսպես հեզասահ գհովանավորեք, գուզեի իմանալ մերձավոր արևելքի բադմությունը, որովհետեւ մենք կտեսնենք, որ այդ քաղուտները օրե-օր գնոսրանան, բայց հագարակ այդ բոլորին դուք այնտեղ հողմաղացներու թեմ գրիվ դալով վճռած եք մինչև վերջ նեցուկ կանգնել եւ դարեգան որոշ բյուջեմը թե Բեյրութի չեմ վստահ չեմ Սուրիո բարակային հիմա գսեք ինչու այս հաստատակամությունը գահավատակ մերձավոր արևելքի հայության առաքելության թե իմ նման մերձավոր արևելքեն գուկակ այդ ծեր դգարգոմն է կամ այսպես սեմպաթիմը ունիք հավատքը ունիք ինչ է խորհուրդոն Դժվար հարցումն է, ոչ թե դժվար է պատասխանը դժվար է, դժվար հարցումն է ինչպես պատասխանել, անգերց պետք է խոսենք, չէ՞։ Եկած ենք անգերց խոսելու։ Դժվար հարցումն է, որովհետև ինչպես պատասխանել առանց վիրավորական ըլլալու համայնքներու հանդեպ, անհատներու հանդեպ։ Միջին արևելքի մեջ մնալ կամ դուրս ելնել անձնական ընտանեկան որոշումն է։ Ադիգա գաձեմ անձնական եւ ընտանեկան որոշումը պետք է մնա ավելին չենք բռնավել եւ պետք չէ նեք ես որպես քաղաքագետ բատմակետ քաղաքագետ շատ լավ գիտագից եմ որ հայերուն եւ մանավանդ քրիստոնյաներուն ոչ միայն հայերուն բայց քրիստոնյաներուն աբական միջին արևելքի մեջ փայլուն չէ չսելու համար որ չեմ գնա որ պատկերացնել որ հոնդեր երկարաժամկետ ծևով քրիստոնի համայնքը մնա սակայն այդ գիտակցության հիման վրա ինչ կնես եւ հաստատության բաժանմունքը գղեկավարես մեր մոդեցումը այդ բարակային անեվո այնքան հայ համայնքը մենք պետք է հոներ գալանք այդ հայ համայնքը հայախոս համայնք է արևմտահայերենի գետրոն է եթե մենք արևմտահայերենի վրա շեշտը բիտնենք չենք գնալ գնակնից դարձնել միակ վայրը որ արևմտահայերենը գենսունակ ամենօրյա լեզուն է միակը չսեմ Մոնտրեալը գա Լոս Անջելեսը գա քիչ մնալ բոլիս մնացած է բայց հիմնական ասենք թիվերով վայրը միջին արևելքն է եւ ուրեմն մենք միջին արևելքի քաղաքներուն վրա քիչ չենք կաշած ոչ այլ ասած ենք որ աբակաչի գա երբ որ մենք ներգա բիդի չլանք մենք ասած ենք որ մենք այնքան որ հայ համայնքը միջին արևելքի մեջ մենք հոնդեր որպես կորձունեություն պետք է
կոջունիություն ունենանք ադի գնա լալ մարտասիրական կետնի վրա ադի գնա լալ գրտական կետնի վրա հիմա նոր ձևակի մբիջի մեկնարկենք մասնավոր լիբանանի երդասարտության համար լիբանանի մեջ հիմա շատ Pan երդասարտություն մգա հայախոս Երանտուն երդասարտություն մգա շունչ մգա մենք աբուշ պետք է լանք եթե ասենք չէ աբակաչի գալի Լիբանանի մեջ պետք է քաչալևենք հիմա Լիբանանեն գնալալ բակային ուրիշ տեղ լալ բայց իրենց այդ շունչ ուրիշ տեղ պիտի դա բարակային հոնտորետա Սպիրտ պիտի Հայաստան պիտի կա ուգուզետողը լա, բայց մենք այդ երդասարտության հետ գապ ունենանք։ Ուրեմն նոր ձևակի մշակելու ընթացքի մեջ ենք եւ գացեմ մեկ ամիս են կհայտարարենք, որ մշակույթ ստեղծելու նորարար մշակույթ ստեղծելու ձևակի մնե ուղված երդասարտներու։ Դոլսեն Լիբանանահայ երդասարտները առաջին անգամ կհայտարարեն։ Այո, առաջին անգամն է կհայտարարեն, որովհետև հոգապացու մարմինը դակավին չէ հաստատած, բայց չեմ խորհեւ հաց մգլա հաստատելու, սո բաշնաբես չեմ գնա հայտարարել, բայց անբաշտոն ծևով գնամսեվով ասանք ձևակի մվա աշխատինք, որ պիտի ամեն բան եթե լավ ընտանա մայիս 1-ին կամ 5-ին մայիսին սկիզբի պիտի մեկնարկենք so առաջին անգամ լալով ավելքի վրա լսեցիք կամ ես խոսեի բանի վրա լսեցիք շատ լավ է so ադիգատ պիտինենք ուրեմն գրանքնի սադո չեն կնարտացնել բայց նաև ասեմ որ մենք հիմնարկությունը Գյուլբենգյանի նամակագրությունը ունի բարոն Գյուլբենգյանի Քալուս Գյուլբենգյանի նամակագրությունը ունի 1920-ական թվականներին 22 կամ 23 չեմ հիշեր 20-ական թվականներին Near East Fund-ը այն ժամանակ որ հայ որբերուն համար մեծ գումարներ կհավաքեր Գյուլբենգյանին թիմած է Գյուլբենգյանը ասաց է $100,000 կամ pound sterling կացեմ խոստացած է կամ դոլար ինչև է գարվոր չէ այն ժամանակվա 100,000-ը ասաց է անպայմանով որ այս հայ փախստականները ռեֆյուջիները բիդի հաստատեք Եվգենիևու մեջ որ աբակա գրնան գեդե եւ այդ Եվգենիևը միջին հայվելքը չեն Կազան 20-ական թվականի մարտը դեսած եթե ինչ ուղղությամբ կերտագոր աշխրջանը եւ գնշել Եվգենիև ամերկաները հյուսիսային ապրիգեն նույնիսկ Եվ երկու անգամ, երկու նամակ ունենք այսպես, որ դնորենին կգվե Nearest Foundation-ին կամ Relief Անանը Nearest Relief Անունը, ասելով որ մի մորնակ որ իմ $100,000 հիմնված է ան պայմանին վրա, որ ցուկ հայ քաղաքականները պիտի դերապոխեք Եվգենիևու մեջ ու աբակա գրնան գերդել։ So I think ցավալին յութմնե չենք սիրել խոսիլ ասմասին, որովհետև այդ հարստությունը ունենք, այդ համայնք ունենք հոն, բայց պետք է նաև հաշտվենք ան իրականությամբ, որ սպիրկը միշտ կփոխվի, դերաշարժ կլա, ընդհանրապես դեպի արևմուտք կացած է սպիրկը, միջին արևելքեն դեպի արևմուտք կացած է, մենք ադոր օրինակներն ենք, Եվ ասի պիտի թշպախտապար շարունակվի, միջին արևելքի թեփքերը ցույց կտան, որ ասի գա պիտի շարունակվի։ Եվ եթե ասի պիտի շարունակվի, այնտեղ որ բայց այնքան որ հոն հայ գա Գյուլբենգյան հիմնագությունը այդ համայնքին հետ կկործակցի աշխատի օժանդակություն կրոգի գամրաբնտետ ասֆաչնի մարտասիվական բաներ եթե նորեն չլան մարտասիվական չեն գնել ավելի ձևակրավորված ձևով գնենք բայց երդասարտներն են ասենք աբական եւ պետք է երդասարտներուն վրա շեշտը տնենք անգերց հայեր արքաները եւ կահանաները արևդրանականներ ու կոմիսարներ սա ծեր հաջորդ առաջին գիրքն է հայերեն որ լույս պիտի տեսնե պիտի ուզեի նաեւ բաժնեկցիլ այս մասին մեր ագընտիրներուն հետ ինչի մասին է գիրքը անգլերենով լույս տեսավ 2006-ին բավական անցյալեցող գիրք մնա այո 2006-ին անգլերենով լույս տեսավ 2006-ին յետք միշ խոսքը գա թարգմանվի ես ալ հայերենի եւ թուրքերենի միշտ երկու բան եղած հայերենի պետք է լա թուրքերենի պետք է լա ես ասավ լավ գլա թարգմանվի բայց երևեն չեմ ինգած ակադեմիկ աշխարհեն դուրս ելա ուրիշ բաներով զբաղվեց քիրքը
ակադեմիկ մասնակիտական քիրք մնե եւ հիմնված իմ դոկտորականից քիրքին նյութի ինչ է հայոց ինքնությունը ինչպես կերդված է պատմականորեն ինչպես կերդված է հայոց ինքնությունը մինչև գուկա 1987 ասենք քիրքը պատմական ասենք նոյնահաբերեն սկսի գուկա մինչև 1900 Դեսա ես մինչև System of the Down մինչև System of the Down գուկա այո մինչև 88 փորձեցի այդ հատվածը գարտալ վերջին մասը ուրեմն մեկ մասը սովետական ժամանակաշրջանի մասին, մեկ մասը զարթոնքի, մեկ մասն ավելի հնագույն պատմության մասին։ Սոքիրքի նյութը ադիգա է։ Այսինքն մի քանի 2-3 տարի առաջ հրադարագիչ մոս նյումագը նորեն, սա որ մենք կթարգմանենք քիրքը եւ մենք կհրադարագենք։ Գսի ամեն անսիրով ես թեմ չեմ, շատ ուրախ կլամ, եթե հայերենի թարգմանվի քիրքը, արևելա հայերենի, եւ հիմա թարգմանված է, վերջին դարբերակը կովս է, որ վերջին ասենք գարտալը նեմ սփակություններ յետեգան թարգմանության մեջ ադոն կնեմ, հուսայի որ մինչև այս շաբաթ կհասցնեմ չի հասցուցի, բայց մինչև ամառվան սկիզբը կհասցնեմ եւ գխովեմ քիրքը լույս կդեսնի Հայաստանի մեջ ամառվա վերջավորության թերևս աշնան սկիզբը նպատակը ադիգա է եւ այդ ավետով վստահ եմ նորեն գխոսենք հոս վստահ եմ շատ նվեջերու բիդի առաջնորդի այդ քիրքը որովհետեւ հոս տաբուներու հետ գործ ունի մեկ մասը տաբուներու հետ գործ ունի մեկ մասն ալ մոդեցումի հետ գործ ունի այսինքն երբ թուն ասկային ինքնությունը գվելուձես որպես գերդված ինքնությունը առանց ասելու որ սուդ է կամ հին է նոր է հին է անշուշտ սուդ է կամ նոր է եւ այլն բայց գվելուձես հոստեղ որոշ մարդոց համար ադիգա անընդունելի է որովհետեւ հայերը կոյություն ունի 10,000 դավի կոյություն ունի գենետիկ է ավինով է ասեան է եւ ինչ պետք է վերլուծելու ինքնությունը բադանքներուն չեն ուզեր մոդենալ որ կփշրվի եւ այսինքն նայինք ինչ վեճերու գավաշո թեւս վեճերու չավաշնո պատրաստ ես այդ վեճերուն ասին պատրաստ չեմ կարևոր չէ մարդիկ գվիջին գխոսին կարևորը հարկալից սևովլա որը հիմքերով հիմնված է լա ադեսագի վեճերու մեջ մտնալը շատ հաճելի է բայց երբ քեզի գսե տուն տավաջան ես խոսելի չի գալիս ամենահեշտն է ադիգա եւ դժբախտաբար մոդայիկ դարձած է եւ դժբախտաբար այդպես է մենք ասնենք ավարտին նախքան ավարտել մեր համատրողի առաջարկով գարջ եւ արագ հարցումներու Դարապը բիդի Ասի նոր բամներ, հա, նոր չէ, բայց վերջին մեր հաղորդումները ըստ երևույթին չեք նկատած, բիդի ուզեի իմանալ ձեր ամենասիրած հեղինակը եւ գիրքը։ Ամենասիրած հեղինակը եւ գիրքը ես շատ գսիրեմ լիբանանցի կանադացի քրողը, որուն անունը Ռավի Հաժ է։ Շադավոր քիրքեր գկրել Լիբանանի բادرազմինա քիրքրած է եւ նորեն կանադացի բայց ավելի չինագամ զակումով քրողը Մադլեն Թեյն որուն ամենասիրած քիրքերից մեկը իր գրած Do not say we have nothing երկու քիրքերն բակային անգլերեն է սոտ անգլերեն քիրքերն է հայերենի ալ բարակային պետք է ասել որ Քրիստիան Բատիկյանին ազ վերջին մեկ երկու քիրքը սիրով գարտացի խնդալիք են ցավալի են խնդալիք են բայց իսկ երաժշտությունը որ միշտ գվերաթարնակ կուզեք լսել հորինողը կամ երաժշտությունը հոս երկու գլխարկ տասականներու մեջ կսիրեմ ռուս Չայկովսկի ավելի տասական ռուս դպրոցը իսկ այդ երաժշտությունը ամենաշատը մտիկ կնեմ իմ սերունդիս rock and roll-ն է այսինքն 60-ական 70-ական ես 60-ական չեմ բայց 70-ական 60-ական այդ երաժշտությունը որ մեծ եղբայրներս ինձ հասած է ասել ջաշմը որ գսիրես շատ ուդելիքը
կեսաբի քյուրական ջաշերը հերիսա օրինակի համար արիտ կլա ջախադոնք ուդելու հիմա որ մայրս այլևս չեպերա ջաշերը եղբորս գինը գեփե ասի ժառանգությունը կշարունակվի ընտանիքի այդ կողմանը եւ բացոս Հայաստանը լավ ջաշարաններ կան որ այդ ջաշեր ունին այլևս բարեբախտաբար երբ Ռազմիկ Պանոսյանին հարցնենք իր համար կոզմիկ հայը դիեզերական հայու գերբարը ով է Արակ ծևով Ադո բադասխան չունիմ որովհետև կոսմիկ հայի չեմ հավատալ գահավադամ որ ամեն մեկ հայ ան հայը որ գսե ես հայ եմ եւ գչան ավելի լավ հայ լալ քաղապարմը որ լվիվ գտնունին որ վահե օշագանեն կողծած եմ ինձ համար դիբար հայ ադիգայ ամո գսե ես հայ եմ եւ վահենը սավ գծկտի ավելի լավ հայը լալու ես ադիգա քիչ մփոխեցի գսեմ ես հայ եմ եւ այդ ուղղությամբ փամը գնեմ Փանը քեզի գինա ինչ կուզես ինչքան գնես ինչ եւ այսպես անգերձ էր մեր զրույցը շնորհակալ եմ Ռազմիկ Պանոսյան մեր ագնտիրներուն նաեւ հիշեցնեմ որ այսօր հյուրս Կալուստ Գյուլբենգյան հիմնարկության հայկական բաժանմունքի դնորեն դոկտոր Ռազմիկ Պանոսյանն էր եւ նաեւ անշուշտ հորթորս ցեզի դարաձել մեր դեսանյութերը խթանել անգախ մամուլի մեր արակելությունը որուն նաև գահավադա Կալուստ Գյուլբենգյան հիմնարկության հայկական բաժանմունքը որուն առանց ամբողջական նեցուգին անգարելի պիտի լար այս հաղորդումը կյանքի գոչել բարի մտցես